Ավելին, չնայած որ ոստիկանության ինչ որ աշխատակից 2023 թվականի սեպտեմբերի 26-ին, տեսեք 24-ին է հարցազրույցը գալակի, 23 թվականի սեպտեմբերի 26-ին գտել է, որ Միքայել Սրբազանի կողմից նույն օրը օրագիր վերապական կայքին տրված ռազմական հեղաշրջում պետք է արվի թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան, Աջապանյան վերնագրով հարցազրույցում, առայժմ արկա իշխանությունը բռնության զավթերի ուղղված հրապարակային կոչ։ Այսինքն ինչ որ ոստիկանության աշխատակից այն ժամանակ նման բանակ են հաղորդել, ու դրա մասին հաղորդում է ներկայացել, սակայն քննչական մարմինը եւ դատախազությունը գտել են, որ դա հանցագործություն չէ եւ քրեական բարույթ չեն նախաձեռնել։ Այս դրա մասին է ասել է, օրինակ, այս 6 տարիների մեջ մտնում է նաև 23 թվականի այս հարցազրույցը, որ ասում ես այն ժամանակ ասել եմ, ում դուք պաշտոնապես ասել եմ, որ հանցագործություն չի սա։ Այն նորում կրկին նշենք, որ այդ հարցազրույցում Միքայել Սրբազանը ևս խոսում է ուժային կառույցների միջոցով ռազմական հեղաշրջում կատարելու անհրաժեշտության մասին, բառացիորեն գրեթե նույն օգտագործությունը։ Ստացվում է, որ մեղադրանքի կողմը գտնում է, որ 6 տարի կրկնվող այդ մտքերը հանցագործություն չեն։ Սակայն երբ 2025 թվականի փետրվարի 3-ին Սրբազանը պատմել է, որ նախկինում նման բաներ է ասել, այստեղ մյուսերի մասին 24-ն անդրադառնան, որ հանցագործություն չի, ինչի մասին որ պատմել է, այդ հանցագործություն չկատարելու մասին պատմելը արդեն դիտարկել են հանցագործություն։ Մեղադրանքի տրամաբանությունը հանգում է դրան։ Վերգնահատման ակնհայտ է, որ նախկինում կատարված իրադարձությունների մասին պատմելը չի կարող այս պահին կամ որևէ պահի կոնկրետ գործողություններ կատարելու կոչ համարվել, եթե պատմողը պատմելուց հետո կոնկրետ կոչ չի արել։ Ավելի պարզ։ Օրինակ, եթե ինքը ասել, որ գիտեք ինչ կա, ես այդ ժամանակ ասել եմ, ու հիմա կոնկրետ ասի, հիմա արել, կոչ անի։ Սա ոնը կդիտարկենք, որ այս պահին կոչ կա, կփորձենք հասկանանք, այդ կոչը հանցագործություն է, թե չէ։ Բայց ինքը հիմա ոչ մի բան չի ասում, ասում է ժամանակ 6 տարի ասում, որ դրա բանիկը կա։ Ու ոչ միտեղ չի ասում, որ ես հիմա էլ եմ ասում։ Սա հատկապես ընդգծվում է այն դեպքում, երբ պատմում է պետության կողմից գնահատված եւ ոչ հանցավոր ճանաչված գործողությունների մասին։ Պատուկ ցանկացած, այսինքն մենք ինչ ենք ասում, այսինքն եթե պետությունը ասել է, որ դու ես գործողության հանցագործություն չես արել, եւ Միքայել Սրբազանը օբյեկտիվորեն դա ընդունում է որպես իրողություն։ Եվ այդ նույն օրինական վարքագիծը կրկնում։ Մենք էլ հանկարծ պետությունը ասում է, այսօր հանցագործություն չի, վաղը հանցագործություն չի, այսօր հանցագործություն, այսօր որոշեցի այլևս հանցագործություն է։ Ոչ մի օրենք չի պատմել, ոչ մի օրենսդրական մոտեցում այստեղ չի տվել։ Քո գործողությունը արագը պետությունը ասել է հանցանք չի, բայց մենք ո՞նց իմանանք, որ ոչ այլ սա կամայականությունն է, ակնհայտ։ Այսինքն չես կարող ամեն ասած որ օրինական է, օրինական է, մենք էլ այսօր որոշեցինք որ օրինական չէ։ Պատում ցանկանում ենք հիշեցնել մեղադրանքի հետևյալ հատվածը, հետևում։ Այսինքն, Գևորգ Արտաշեսի Աջապայանը 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված իր ելույթում վկայակոչելով 2024 թվականի փետրվարի 3-ի տված հարցազրույցում հնչեցրած հեղաշրջում կատարելու եւ իշխանություն ստանալության չնախատեսած եղանակով բարձրաստիճան զինվորական ներողության ստանալության մասին խոսքը վերահաստատել է այն դերմանավան։ Նախ նշենք, որ 2025 թվականի հունիսի 21-ի հարցազրույցում Միքայել Սրբազանը որևէ անգամ չի վկայակոչել հենց 24 թվականի փետրվարի 3-ի տված հարցազրույցը։ Սա գալակի լինում։ Սա մի քիչ խճճած է, ես ուզում եմ ավելի պարզեցնել։ Այսինքն իրենք ասում են, որ տեսեք 25 թվականի բյուսերի հարցազրույցում դու հղում ես 24 թվականի հարցազրույցը։ Եթե սա ասում է, դա նշանակում է, որ պետք է հարցազրույցի մեջ նման բան։ Եթե հարցազրույցում ինքը ուղիղ հղում չի անում 24 թվականի հարցազրույցի, նշանակում է, որ նախկինում կատարված հարցազրույցն է։ Հիմա այստեղ մենք այդ հարցը բարձրացրել ենք, առաջին գլուխ չենք գնալ, հիմա կասենք։ Այսինքն նշում ենք, որ չի վկայակոչել 24 թվականի փետրվարի 3-ին տված հարցազրույցում հնչեցած այս մտքերը։ Ընդհակառակը լրատվորի այն հարցին, թե վերջին շրջանում իրեն մեղադրում են այն բանի համար, որ իշխանություն զավթերի կոչել է, պատասխանել է, որ ինքը երբեք կոչ չի արել, ինքը միշտ էլ ասել է, որ ռազմական հեղաշրջում է պետք, որ դա անհրաժեշտություն է։ Նշվածը մեղադրանքի կողմը գնահատել է, թե իբրև դա կոնկրետ 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում հնչեցած մտքերի վկայակոչումը վերահաստատում է, սակայն դրա համար որևէ ողջանի բացատրություն կամ հաստատ չի վկայակոչում։ Ես նրանով ասում եմ վերջին շրջանում ոչ մի տեղ լրագրողներ հղում չի անում կոնկրետ 24-ին։
Նույն հաջողությամբ պատասխանատվական կարող են գնահատել, որ դրանք պատերազմի ժամանակ կամ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին տրված հարցազրույցում նույն անհրաժեշտության մասին հնչեցած մտքերի վկայակոչումը վերահաստատում։ Հիմա այս հարցը հիշեցնում եմ ինչի 25 թվականի այդ հարցազրույցը վերահաստատումը չի 23 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցը, որովհետև պետությունը ասել է, որ հանցագործություն չի։ Ինչի։ Եթե մեղադրանքի կողմը ասում է չէ, սա հատկապես 24 թվականն է, ուրեմն պետք է ապացույցներ։ Եթե ապացույց չի բերում, նշանակում է նախկին հարցազրույցներ։ Նախկինների մեջ մտնում է պատերազմի ժամանակահատվածը, դրա մեջ մտնում է 23 թվականի փետրվարի 26-ը, սեպտեմբերի 26-ը։ Մենք էլ ասում ենք, ուրեմն սրանց վերահաստատումն է, որովհետև հանցագործություն չի, այսինքն վերահաստատել է մի բան, որը որ հանցագործություն չի։ Եթե չէ, ուրեմն մեղադրանքի կողմը պետք է վերել ապա հիմա հատուկ ընդգծումը։ Իմ գործընկերները մեղադրանքի կողմից թող այդ հիմա հիշեն, իրանց հակափաստարկի ժամանակ վկայակոչն են ապացույց, ասեն տեսեք, որ պաշտպանը ասում է, որ այդպես չի, մենք ապացուցում ենք, որ կոնկրետ այդ հարցազրույցի վերահաստատում։ Եթե չէ, ուրեմն անհիմն ինչ-որ միտքա ձևակերպումը, որը ոչ մի կերպ չի հասնում։ Հիմա հարց է ծագում, իսկ ինչու է մեղադրանքի կողմը խուսափել այդպիսի ձևակերպում տալուց, որ օրինակյանը նախկին մյուս հարցազրույցներին է, քանզի հենց իրենք են հաստատել, որ 23 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում հնչեցած նույն մտքերը, որոնք վերահաստատել է 25 թվականին, հանցագործություն չեն եղել, ուստի հանցագործություն չհանդիսացող մտքերի կրկին վերահաստատումը չի կարող հանցագործություն համարվել։ Այսինքն պարզվեց, որ մեղադրանքում նկարագրված արարքը քրեական հակաիրավականություն չունի, ընդհակառակը ինչպես հենց քննչական մարմնի դատախազություն են հաստատել, դրանում առավել հանցանքի մասին վկայող փաստական տվյալներ չկան, ինչն էլ կրկին նշանակում է, որ դատանը պարտավոր է արտահայտել իր սրբազանը։ Ընդ որում, հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ դատանում պաշտպանության կողմը պետք է մրցակցել մեղադրանքի կողմին է, եւ մենք պաշտպանվել ենք մեղադրանքի կողմի փաստարկներից, իսկ դատանը պետք է կողմերի ներկայացած ապացույցների եւ փաստարկների հիման վրա որոշում կայացնել։ Սույն պարագայում մեղադրանքի կողմը այդպես էլ ամբողջ դատական ընթացքում չի կարողացել պարզաբանել, թե ներկայացած մեղադրանքում ի վերջո որն է եղել հանցավոր կողմը, ուստի եթե նույնիսկ մեղադրանքի կողմը չի կարողացել պարզաբանել մատնացության այդ ամենայական հանգամանքը, ապա հարցը ծագում, թե ինչպես է դատանը հաստատված համարել այդ հանցավոր կողմի արկայությունը։ Եվ որպեսզի վերաքննիչ դառնալի համար առավել պարզ դիվերը նշվածը, հայտնենք, որ այս ամենի մասին նշել ենք ոչ միայն ամբողջ դատականության ընթացքում, այլ նաև եզրափակիչ ելույթներում, որից հետո մեղադրողները հանդես եկան ռեպլիկով, որով իբր թե փորձեցին հերքել մեր այդ փաստարկը, սակայն իրականում ինչպես ամբողջ դատականության ընթացքում էր, մեղադրողներն այնպես էլ չկարողացան հերքել պաշտպանության կողմի փաստարկները, ավելին, մեղադրողները նույնիսկ այդ փաստարկները հերքելու ջանքեր չեն գործադրել, քանզի առավել քան վստահ են եղել, որպես երրորդ մեղադրող հանդես եկող դատանի կանխակալության և կողմնակալության վրա, որ այս դատարանն առանց փաստերի ու ապացույցների իրենց ուզածը կատարելու է։ Այս առումով ցանկանում ենք անդրադառնալ ամենակարևոր ու առանցքային հարցին, մասնավորապես։ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանություն բնության զավթելու կոչ անելուներ, հետևաբար մեղադրանքի կողմի առաջնային խնդիրը պետք է լինել հենց այն, որ դատանում մատնանշեն, թե կոնկրետ որն է եղել այդ հանցավոր կոչը և ինչպես է այն արտահայտվել։ Մեր եզրափակիչ ելույթում հենց սկզբում այս մասում նշել ենք հետևյալը. առանց վկայակոչերի իշխանություն բռնի զավթելու բուն կոչը, առանց այդ կոչի առկայության դատանին միջնորդեցին, որպեսզի մեղավոր ճանաչի հայ առաքելական եկեղեցու, հայ ազգի և հայոց պետականության նվիրյալ արքեպիսկոպոս Միքայել Սրբազանը, մեջբերման ավելի։ Եզրափակիչ ելույթում հատուկ նշել ենք նաև հետևյալը, մեջբերում ենք։ Եվ հետևաբար պաշտպանության կողմը ասառումով պաշտպանվել ու պաշտպանվել մեղադրանքի կողմը ներկայացած է պարզաբանած մեղադրանքի, այսինքն Գալաթիի հերոստանգերությանը տրված է 24 թվականի փետրվարի 30-ին առաջին եթեր հեռարձակված հարցազրույցի եւ կհիմնավորենք, որ դրանում ընդհանրապես որևէ կոչ չկա, իսկ եթե կոչ չկա, ապա չի կարող լինել իշխանություն գալու կոչման ապա։ Դրանց հետո մանրամասն հիմնավորել ենք այդ կոչի բացակայությունը։ Իրական մրցակցության դեպքում, եթե մեղադրանքի կողմը այդքան վստահ չլիներ, որ դատան ամեն դեպքում իրենց ուզած որոշում ներկայացնելու, ապա գոնե իրենց ռեպլիկում պետք է փորձեն հերքել այս փաստարկները, բոլորիս աչքը մտցնել այդ կոչը եւ դատանին համոզել, որ պաշտպանության կողմը սխալ է։ Դրա փոխարեն մեղադրողը միջճառում այս կապակցությամբ նշել է հետևյալը, դժբերումը։ Հաջորդ փաստարկը այն է, որ մեղադրական կողմը չի պարզաբանել կոչը, պատվարժան դատարան,
Մեղադրական կողմը չի կարող առաջնորդվել պաշտոնական կողմի ցանկությունները, ինչպես ներկայացած մեղադրանքի փաստական նկարագրությամբ, այնպես էլ եզրափակիչ ելույթներով հստակ նկարագրվել է, թե մեղադրելի ինչպիսի խոսույթն է համարվել ոչ եւ ինչ պատճառով։ Կարող է մանրամասն պարզաբանում մեղադրյալի կողմը կապ չի կարող։ Այլ կերպ ասած, մեղադրողները իրենց ռեպլիկում չեն բացահայտել եւ մատնացույց չեն արել, թե որն է հանցավոր համարվող հրապարակային կոչը, դրա փոխարեն կրկին խուսափելով այս կարևորագույն հարցից, մեղադրողը նշեց, թե իբրև այդ ամենը պարզաբանված է ներկայացած մեղադրանքում եւ իրենց եզրափակիչ ելույթում։ Իհարկե ստորեն կրիմինալորեն, որ դա ևս իրականությունը չի համապատասխանում, որ ոչ մեղադրանքում եւ ոչ էլ իրենց եզրափակիչ ելույթում մեղադրողներն այդպես չեն կարողացել ուսուցինել այդ կոչը։ Սակայն նախքան այդ հիշեցնենք, թե ինչ է տեղի ունենում այս կապակցությամբ դատականության ընթացքում։ Մասնավորապես, ամբողջ դատականության ընթացքում խնդրում պահանջում էին, որպեսզի մեղադրողներից որևէ մեկը դատանում ներկայացնի, թե 2024 թվականի փետրվարի 3-ի տեսանյութում որտեղ եւ ում է սրբազան է իշխանությունը բռնի զարթելու կոչ անել։ Այդպես, սակայն այդպես էլ որևէ մեկը չպարզաբանեց, քանի որ այդպիսի կոչ չկա եւ չէր կարող մատնանշել։ Որպես օրինակ նշենք 21/0/2025 թվականի կայացած դատական նիստը, որի ժամանակ երբ հետազոտեցինք այդ տեսանյութը, դրա ավարտից հետո հանդես գալով հայտարարության մեղադրողներին ասացինք, որ պարտավոր են հստակ ասել, թե դրանում իրենց նշած հարցազրույցի ժամանակ որն է եղել սրբազանի կողմից կատարված կոչը եւ ում է այն ուղղված եղել։ Այսինքն առաջին պահից սկսած մենք այս կետը գիծը սենց պահել են, ասել ենք պարզաբանեք, մի անգամ ասել, մի անգամ, ավել չէ։